Ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է խոսեմ մի շատ կարևոր զենքի մասին, դա հարթափող զենքերն է, իմս այս տեսակն է, ինչի համար եմ ուզում սրա մասին խոսեմ, քանի որ ժամանակակից մարտերը, այսօրվա մարտերը ցույց տվեցին, որ այս տեսակի զենքը, հարթափող զենքը, այս տեսակի փամփուշտներով կրակող զենքերը հիմա շատ կարևոր է եւ մարտի դաշտերում պետքա կիրառվի։ Եթե սրանից մի 5 տարի առաջ այս մասին ասեի, մարդիկ կծիծաղեին, բայց հիմա իրոք սա շատ կարևոր է եւ ամենաժամանակակից մարտերի ժամանակ սրանք պետք է։ Ամեն ինչ փոխվում է, տեսնում եք։ Հիմա այս իմ զենքը Bekas ռուսական արտադրության Bekas զենքն է, Bekas 12M ավտո, այսինքն ավտոմատիկ։ Հիմա սրա օգտագործելու ձևն էլ արագ կասեմ, բայց ինչի համար ենք այս զենքերը մարտի դաշտում օգտագործելու։ Օրինակ 20 թվից բոլորս էլ գիտենք, որ այդ անօդաչու թռչող սարքերը շատ մեծ քանակի կիրառվում էին տարբեր ձևերի, տարբեր չափերի, բայց դրանք այդ մեծ անօդաչուներն են, այսպես ասած, այդ կամիկաձեները, մյուս որոնք այս տեսակ զենքով խփելը համարյա անհնար է, բայց դրանք կարելի է, եթե ճիշտ կազմակերպել, խփել նույնիսկ փաստորեն ավտոմատներով եւ գնդացիրներով։ Եթե ճիշտ ինչ-որ հաստոցի վրա դրվեր գնդացիրը, շատ լավ կարելի է կիրառել, որը շատ քիչ ենք արել մենք։ Լավ, հիմա էդի 20 թվին։ Հիմա 20 թվից եկել ենք ասել 25 թիվը, այս ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ լրիվ փոխվել է ամեն ինչ։ Այդ ամեն ինչը, ինչ մենք 20 թվին տեսել ենք, դրանք կա, հրետանի, ավիացիա, անօդաչուներ, այդ մեծ այս կողմեկով, նաև հիմա ավելացել է այդ կվադրակոպտերները։ Փոքր, դրանք նույնպես անօդաչուներ են, երևի շատերը գիտեք, այդ փոքր կվադրակոպտերներն է, կարա լինի 50 սանտի, տենց մի քիչ մեծ, փոքր, շատ փոքր կամ մի քիչ ավելի մեծ։ Մեծերը ավտոմատով կարող խփենք, բայց փոքրերը ավտոմատով համարյա անհնար է խփելը։ Դրա համար հիմա ցույց տամ ինչի մասին է խոսքը, սա տեսեք այդ կվադրակոպտերի վրա դրած է հակահետևակային արկը, որը այդ RPG-ի արկն է, բայց ձևափոխած է դրած։ Այս մյուսը դրած է տանկ զրահամեքենա խփելու համար այդ կումուլյատիվնի հակատանկային արկն է։ Նու այս տեսակի ու տարբեր ձևերի կիրառումներ կան, հիմնականը սա հարձակողական ու իհարկե նաև հետախուզական, բայց այս դեպքում հետախուզականը չենք կարող խփենք, հետախուզականը ինքը բարձր է թռնելու։ Հիմնականում դա այս զենքը կիրառելու ենք հարձակողական կվադրակոպտերների համար։ Ես արդեն փորձարկել եմ պոլիգոնում, ուղղակի որտեղ որ գնացել էի նկարահանում չէր թույլատրվում, դրա համար չեմ կարողացել ցույց տամ ոնց են խփում, բայց հիմա բացատրեմ, դա հեշտ հասկանալի է։ Հիմա մի հատ ասեմ, այս զենքը ուրեմն 12 կալիբրն է, փամփուշտը կարա տարբեր լինի, չգիտեմ 16, 20, բայց ամենահարմարը 12-ն է, նաև ավելի կարող է 2 փողանի, 2 զարյադանի լինի, դե դա քիչ է 2 զարյադը, մինչև նորից պատրոնները դնես։ Այս սրանը 4 հատ է տեղանում, այս էլ է քիչ, ամենաճիշտը այն սայգաներն է, որոնք այս տեսակի պատրոններով են կրակում, որոնք նման են նույն ավտոմատ կալաշնիկովին, բայց փամփուշտը այս փամփուշտն է։ Հիմա սրանը 4 հատ է տեղանում, մի հատ ցույց տամ, եւ անպայման պետք է մի քանի տեսակի, երկու ավելի լավ կլինի տեսակի փամփուշտներ լինի, ասենք մեկը մեջինը մի քիչ մեծ լինի այդ շարիկները, մյուսը փոքր, որ երկու ձևով այսի մեծը էսա, այս մեկը փոքր, որպեսզի տարբեր ձևով կարողանանք այդ կրակելը ուժը, էլի կրակելու ուժը։ Հիմա ցույց տա, օրինակ էսի դժվար, ասենք ժամանակ է տևում, մինչև այս ամենը տեղավորվում է մեջը։ 3 հատը գնում է հայստատուփի մեջ, հետո այդ մի հատը կարող ենք բերել էստը, փակենք, մի հատը նորից եղավ 4 հատ, 4 հատ է տեղանում, ու հիմա այսպես, նաև կարող է լիցքաթափել սա, բացում ենք ապավիչը եւ մի խոսքով էսա սրա օգտագործելու ձևը հիմա ասեմ, ոնց ենք խփում այդ կվադրակոպտերին։
Շատ հեշտ է այդ կվադրակոպտերներին խփելը։ Նայեք ոնց պետք է լինի։ Բոլոր ստորաբաժանումները փոքր, ցանկացած փոքր ստորաբաժանումում երևի այդ իմիկվա մարտերում արդեն պետք է որ մի հոգի այս տեսակի զենքով մարդ լինի հարթակող։ Խփելը եթե այդ կվադրակոպտերը հորիզոնական է գնում, ինչ քո վրա չի գալի։ Դու իրան համարյա չես կարող խփես, ինքը գնում է ինչ որ միտեղ։ Եթե հարձակվում է քո վրա, քո գործնա որ քո վրա հարձակվելուց քո ստորաբաժանման փոքր, դա կարող լինի հրետանու, ասենք ինչ որ մի գաուբեցի պաշտպանությունը կամ մի ջոկի, մի պոստի, այդպես։ Ինքը պետք է գա մոտավոր քո վրա հորիզոնական։ Այդ դեպքում շատ հեշտ է խփելը, հաստատ ցանկացած մի թեթև նորմալ կրակող իմացողը կարող է խփի։ Բայց այս պատրոնները 100 մետրից հեռու իրանց ուժը կորցնում են լրիվ կարելի ասել։ Պետք է սպասենք այնքան, զենքը արդեն նշանը բռնում ենք, սպասում ենք այնքան, մինչև որ այդ կվադրակոպտերը մոտենում է 100 մետրը արդեն անցնում է 90 մետր ու նոր սկսում ենք իր վրա կրակելը։ Հաշվի առնելով քանի փամփուշտ ունենք, ինչքան փամփուշտները քիչ է, այնքան ավելի լավ է ուշ սկսես կրակել, շատ մոտենա նոր։ Եթե 10 փամփուշտ ունես 100 մետրից արխային կարաս սկսես խփել, ոնց ելնի կպնես։ Իսկ եթե 100 մետրից շուտ խփես սկսար կրակելը, փամփուշտները վերջանալու է, չես կարողանալու կպնես։ Իսկ ինքը որ մոտենա, արդեն մինչև դու պայստատուփդ նորից փոխես այս կողմենքով, արդեն ինքը քեզ խփում է։ Դրա համար անպայման ուղղահայաց գալուց պետք է ասենք կանգնած լինես այն օբյեկտի կողքը կամ հետևը, որը որ դու պաշտպանում ես։ Կողքից խփելը շատ դժվար է լինելու։ Կարող ես հորիզոնական թռնողներին կարող ես խփել, եթե ինքը գնում է խփի քո հարևան ստորաբաժանմանը, ու քեզ քո մոտով շատ մոտիկ անցնում է, կարելի է փորձել, բայց այդ դեպքում լավ կրակող պետք է լինի շատ, որ հորիզոնականը քանի որ արագ է գնում, այդ նշան բռնելը դժվար է։ Հասկացաք, չէ, ուղիղ որ գալիս է, ուղիղ նշան բռնելը ինքը աջ ու ձախ չի կորում, շատ քիչ կարա փոխի իր դիրքը, ինքը գալիս է քո վրա, ոնց էլ նշան բռնես, ինքը դեմը տա։ Այսինքն փախնել այդ քո դիրքից, կողից, քո գաուբեցը թողես, ինչ որ դու օրինակ եմ ասում, պաշտպանում ես, գնաս այն կողմից փորձես խփել, շատ դժվար է։ Ամենաճիշտը, հա, մի քիչ վտանգավոր է, եթե չկպար խփելու է քեզ էլ հետը։ Բայց եթե ճիշտ մարզում ենք, ճիշտ ամեն ինչ անենք, 99% սկսում ենք էդի, հաստատ։ Բայց նաև ասես չէ, քո փամփուշտների քանակը պետք է հաշվի առնել։ Ինչքան փամփուշտ պայստատուփդ մեծ լինի, այնքան հավանականությունը 10 հատով հաստատ ոնց է լինի գցելու ես 100 մետրից որ սկսես կրակել։ Այսքանը, ուրեմն ես ինչ եմ ասում, տեսեք, պայստազորայինները ովքեր ունեն այս տեսակ զենքեր, եթե աստված չանի կարիք լինի ինչ որ պաշտպանական գործողությունների մասնակցելու, կարող եք ձեր հրամանատարության հետ համաձայնեցնել եւ այս տեսակ զենքերը հետներդ վերցնեք։ Հիմա Ռուսաստանը տենց անում, սաղ տնից են տանում իր շատերը այս տեսակ զենքերը։ Քանի որ բանակները այս զենքերով հələ որ համալրված չեն, ոչ մի երկրի բանակ կարելի ասել էս մեր տարածաշրջանում։ Բայց կարելի է նաև իհարկե ես խորհուրդ կտամ, որ բանակի մասշտաբով ամեն մի ջոկի շտատում մի հոգի որսորդ լինի, որը որ այդ դրանով կզբաղվի, ոչ մենակ ջոկի մասշտաբով հրետանու գրադի կայանի ամեն մի գաուբեցին մի հոգի պաշտպանող լինի, դա շատ օգուտ կտա, քանի որ հիմա ավելի շատ կիրառվելու են այս փոքրները, այն մեծերը շատ թանկ է, սրանք էժանա ու շատ արագ հավաքվում են, նույնիսկ այդ կվադրակոպտերները դաշտային պայմաններում ամեն ինչ շատ արագ անում է ու տված վնասը շատ մեծ է, համարյա նույն մեծ ինքնատիրի չափ անօթաչուի չափ վնաս է տալիս։ Նաև իհարկե բանակում պետք է լինի այդ անօթաչուների օպերատորները նույնպես որպեսզի մենք էլ կարողանանք այդ նույն զենքերով հարձակվենք, եթե պետք լինի, բայց ինչքան էլ դու ունենաս այդ անօթաչուները, հա դու հակառակորդին վնաս կարաս տաս, բայց եթե դու չունես դրանցից պաշտպանվելու ձևը, գալու է քոնոնց խփի, չէ, քո հետևակին խփի, քո հրետանուն խփի։ Այսինքն մենակ այդ նույն զենքից ունենալը քիչ է, նաև դրանից պաշտպանվելու ձևերը պետք է ունենանք։ Մի խոսքով հիմա այս ժամանակակից մարտերը ցույց տվին, որ սա շատ կարևոր է ու արդեն պետք է զբաղվենք սրանով նույնպես։ Կարելի է ասել, հիմա այս ռուս-ուկրաինական
պատերազմի ժամանակ, չգիտեմ, հենց առաջնագծում, իհարկե սա առաջնագծում է այս ամեն ինչը լինելու, շատ հեռու չեն թռնում դրանք, ամենակարևոր դերն է խաղում առաջնագծում իհարկե։ Մի խոսքով այսքանը, եթե հարցեր կա, զանգեք, մի օր հանդիպենք, գնանք միտեղ այդպես փորձարկենք, ցույց տանք, սովորենք, շատ կարևոր է այսօրվա մարտերի ժամանակակից։ Շնորհակալություն։